Թանկագիններս ողջույն։ Պատրաստում առանց շաքարավազի իմ ամենասիրելի կոնֆետները այսպիսի սովորական արմավ է, որը ես նախ եւ առաջ լվանում եմ, որից հետո եւ կորիզն եմ հեռացնում եւ կեղևազատում եմ։ Կարող եք կեղևը թողնել եւ բլենդերել այս ամբողջը, բայց քանի որ ես ուզում եմ շատ փոմփլիկ սնիկերսի պես ուտվի, այդ պատճառով էլ նաեւ կեղևազատում եմ։ Մոտավորապես 1 թեյի գթալի չափով, հա, մեղր, անպայման մաքուր, առանց արհեստական հավերումների լինի։ Գետնանուշի կարագ, սնիկերսի համը հենց սա է ապահովում։ Վերջ հրաժեշտ տվեցի իմ սիրելի գետնանուշի կարագի։ Ես Անդոյի համար էլի ասեցի, որ ամեն դեպքում իմանա։ Այն խանութում, որտեղ այսօր կատարում եմ գնումները, չկարողացա գտնել առանց շաքարավազ շոկոլադ, դրա համար էլ չօգտագործել, բայց դու կարող սովորական շոկոլադ օգտագործել զարդարելուց։ Հիմա ես այս կակաոն ավելացնում եմ այստեղ։ Շատ համեղալինում պնդուկով, շատ համեղալինում պոպոկով։ Ես նուշ ունեի, նուշը հիմա բլենդեր եմ վերածեմ փոշի, արագ։ Այսպես։ Հիմա շաղախում եմ սարքեմ ընդհանուր համասար զանգված։ Բույրը։ Հիմա վերածում ենք բատոնների, որպեսզի հեշտ ստանանք, այսպես մեջ ուզած չափի վերցնում ենք։ Նախ մի հատ այսպես անում ենք կլոր, հետո այսպես, տեսեք։ Ինքը արդեն ստացել է մատիկներով այսպես վերջ բատոնի տեսքն արդեն պատրաստ է։ Ստացեց այսպիսի բատոններ։ Հիմա մի հատ զարդարեմ։ Այսպես շաղ եմ տալիս։ Այնքան որ գեղեցիկ տեսք ունենա, դուք կարող եք կամ ամբողջությամբ շոկոլադա պատել, այդ լրիվ sense վերջնական դառնում ասինքերս։ Կամ սիրուն շոկոլադե գծիկներ տանել։ Մի խոսքով անգամ կոկոսի քերուկի մեջ կարող եք թաթախել, կարճ ասած ձեր ցանկության փարկելները։ Զարնանում պետք է մնա ամենակիչը կես ժամ, ես թողեցի։ Այժմ արդեն կարող ենք փորձել։ Այս ինչ համով է։ Perfect։ Կոֆե։